Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, որը մեղադրվում է շքեղ բնակարանների շինարարությունից ստացված փողերի լվացման մեջ, գտնվում է վճարովի նախնական կալանքի կենտրոնում, հայտարարել է նրա փաստաբան Իգոր Ֆոմինը։ Հինգշաբթի օրը Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Երմակին կալանավորելու որոշում է կայացրել 3,1 միլիոն դոլարի գրավի հնարավորությամբ։ Երմակը իր հերթին հայտարարել է, որ ինքը միջոցներ չունի ու նրա պաշտպանությունը կբողոքարկի որոշումը։ Գիտեմ, որ մենք վճարել ենք նրա խցի համար այնտեղ, ես անձամբ եմ վճարել, Ֆոմինի խոսքերն է մեջ բերել ուկրաինական հանրային հեռուստաալիքը, որին անդրադարձել է ՌԻԱ Նովոստին։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարել է, որ Երմակին մեղադրանք է առաջադրվել Կիևի մոտ շքեղ բնակարանների շինարարությունից ստացված փողերի լվացման համար։ Հաջորդ օրը ՄՀԴԴ-ն սկսել է նախկին պաշտոնյայի համար նախնական կալանքի միջոց ընտրելու գործընթացը։ Միևնույն ժամանակ ՄՀԴԴ ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոն հայտարարել է, որ գերատեսչությունը կպահանջի Երմակին կալանավորել 4,1 միլիոն դոլար գրավի հնարավորությամբ։ Ուկրաինայի դատարանը նաև արգելել է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին շփվել Կիևում բնակվող աստղագուշակ Վեռոնիկա Անիկեևիչի հետ։ Մեղադրողի խոսքով Երմակը ժամանակին խորհրդակցել է աստղագուշակի հետ կառավարությունում նշանակումներ կատարելիս։